պետք է արձանագրենք, որ 2027 թվականի, 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսնա, դա Քոչարյան, Սարգսյան, իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի ընդգծվում, ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը, հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է, ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի, որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, և Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է, թե չէ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։